պատասխանատվությունը, նաև քննարկմանը այլ ոլորտների մասնագետներ այս թեմայի շուրջ կարծիք բարձրաձայնելու, որովհետև այնինչ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի օրվա իշխանություններից, դա մեր պետականության եւ մեր ժողովրդի համար գոյութենական է։ Հիմա եթե ավելի առարկայացնենք, ինչ ասել է Արևմտյան Ադրբեջան։ Եթե մինչ այդ խոսույթը 300,000 իբր փախստականների վերադարձն են, որոնք ըստ Ադրբեջանի նախագահի դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից 88-91 թվականներին, որ իրականություն չէ համապատասխանում, որովհետև 85 թվականի ժողովրդագրական վիճակով մոտ 100-110,000 ադրբեջանցի ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այդ 300,000-ը ինքը կարող է վերադարձի ժամանակ մի կլորիկ թիվ դառնալ 1 միլիոն, ասենք դուրս եկածն է իրենց ժառանգներով։ Բայց այստեղ մի բան է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած եւ վերադարձող, որոնք բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի են դառնում։ Մի բան է պետական կազմավորման անվանում Արևմտյան Ադրբեջան։ Սահմանության փոփոխությունը, որի պահանջատերը եւ շահառու առաջնորդին Ադրբեջանն է, նպատակ է հետապնդում ոչ այդքան անկախության հռչակագրից հրաժարվելու, Արցախի հարցը իրավական առումով որից է ձևով մեր մայր օրենքում չարծարծվելու, ցեղասպանության թեման փակվելու, որքան նոր մայր օրենքը ըստ իս եւ իմ համոզվածությամբ երկու խիստ վտանգավոր ձևակերպումներ կարող է լինել։ Այն, որ այդ նոր մայր օրենքում եկեղեցու կարգավիճակն է զրոյացվելու ակնհայտ է մեզ համար, հա, եւ այլ խնդիրներ, բայց ես երկու դրվագի վրա եմ ուզում, հա, ներառել։ Պատկերացրեք Հայաստանը վերադառնում պոտենցիալով եւ Ալիևը ներկայացնում է իր ժողովրդին 1 միլիոն մարդ։ Ինչ ասել է 1 միլիոն մարդ, որոնք պետք է գան մի կազմավորման մեջ ապրելու։ Եթե Արևմտյան Ադրբեջան կա եւ Հայաստանի Հանրապետություն, չէ կարծում, որ միջին թվաբանական է հանվելու։ Այսինքն անգամ պետության անվանումը կարող է փոխել։ Հայաստանի եւ Ադրբեջանի, ասենք, չգիտեմ, ժողովրդավարական հանրապետություն։ Ադրբեջանն էլ է լինելու։ Ինչ է կարծում, եթե դա փորձեն կյանքի կոչել, Հայաստանում մեծ արտագաղթ չլինի, վստահաբար լինելու է։ Այսինքն 1 միլիոն հայ, 1 միլիոն ադրբեջանցի, իսկ ինքը Ադրբեջանը, ադրբեջանցիներ, որոնք վերադառնում են Հայաստան, ստատուս չունեն իրավական առումով։ Եվ այն, որ պարոն Սույնյանցը ասում է Ադրբեջանի ենթապետություն, մենք հիմա ենք ենթապետություն, ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիայի։ Այսինքն կառավարման առումով նրանք շատ հարցեր իրենք են լուծում, որոշումներ այնտեղ են կայացնում։ Ես կարծում եմ ստեղծվել է նոր պետություն, որտեղ Ադրբեջանը մասնաբաժին է ունենալու, ասենք 50-50 կամ 51-49 այդ նոր պետության մեջ։ Սա առաջին, երկրորդ, այդ նոր սահմանության մեջ ըստ իս պատրաստվում է մի խիստ վտանգավոր հոդված նաև։ Հայաստանի եւ Ադրբեջանի միացյալ, ասենք, ժողովրդավարական պետությունը կամ հանրապետությունը ինքը պետք է չեզոք պետություն լինի։ Այսինքն չեզոք նշանակում է, որ այդ նոր պետությունը իրավունք չի ունենա անդամակցել որևիցե ռազմաքաղաքական դաշինքի, որն է առաջին հերթին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը 1, այսինքն ավտոմատ կերպով մենք հապկից դուրս ենք գալիս։ Եվ երկրորդ, նոր սահմանադրություն, մայր օրենք եւ օրվա իշխանությունները ասելու են, որ մենք վերանալու ենք Հայաստանի եւ այլ պետությունների միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում ռազմական, տնտեսական, քաղաքական։ Վերանայում են 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի հետ կնքված պայմանագիր, որով Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի, Իրանի սահմանին Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ ուղեկալներն են իրենց անձնակազմով եւ երկրորդ 1995 թվականին կնքված պայմանագիր ռազմական համագործակցության, որով 102 ռազմաբազա կա Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն վերանայում են այդ երկու պայմանագրերը, որով ուղղակիորեն Հայաստանից դուրս է բերում ռուսական զինական ներկայությունը։ Ես կարծում եմ այդ սահմանությունը իր մեջ շատ ավելի լուրջ ակալ է պարունակում մեր ներկայիս հանրապետության չգոյության, իսկ թեման փակվում է։
նոր պետության ստեղծման եւ այդ պետությունն էլ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության դրոշի ներքո ունենալու է այլ կարգավիճակ։ Ընդ որում դուք պատկերացրեք, եթե ադրբեջանցիները վերադառնում են Հայաստանի, դե բոլորս մեզպիսի տեղեկատվություն տարածեց, որը ապացուցում է, որ օրվա իշխանությունները գործնականում արդեն գետնի վրա ամենաբարձր մակարդակով փորձում են կյանքի կոչել Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը։ Ուրեմն Գիտությունների ազգային ակադեմիայում կարող եմ մասը տեղարկեք, Գիտությունների ազգային ակադեմիայում նոր պատմության ինստիտուտն է, հա, պատմության ինստիտուտի նոր տնօրեն է նշանակվում, որը ինստիտուտի գիտական ղեկավար կազմի հետ հարցերի քննարկման շրջանակում օրակարգի նոր հարց է մտցնում։ Ուրեմն Հայաստանի նոր քարտեզում պետք է նշվի ադրբեջանական այն անվանումները եւ այն շրջանները, որոնք գոյություն ունեցել մինչեւ, ասենք, 1991 թվականը։ Սկզբից քարտեզի հիման վրա պատրաստված տեղեկագիր, այո, քարտեզն է առաջինը։ Անվանումներ, բնակավայրեր։ Այո, ընդ որում ասում է, որ կադաստրից է այս պատվերը, կադաստրը ինքը լծվել է այդ աշխատանքի։ Ավելին խուլ, այսպես դժգոհության առաջին ֆոնը գիտնականների կողմից փորձում է նորանշանակ ինստիտուտի նորանշանակ տնօրենը գայթակղել գումարով, ասում է, որ պատվել կարող է լինել այս աշխատանքի համար մեծ վճարներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ քարտեզի հիման վրա պատրաստվելու է տեղեկագիր։ Իսկ գիտեք ինչ ասել է տեղեկագիրը։ Օրինակ նշելու է, որ հիմա Ալիևը ասում է 300,000 Հիմա այդ տեղեկագրում պիտի նշվի, թե Հայաստանի որ շրջաններում, որ մարզերում այդ 300,000-ը բնակվել է 88-91 թվականներին։ Այսինքն պետական մակարդակով, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մակարդակով, կադաստրի մակարդակով, այսօր հող է նախապատրաստվում այդ 300,000 կոչվածի իմ խորին համոզմամբ մոտ ապագայում 1,5 միլիոն ադրբեջանցիների Հայաստան ուղղակիորեն գալու։ Շատ բնական է, որ դրա դեմ դիմադրություն է լինելու, շատ բնական է, այսինքն մարդիկ չեն տալու իրենց ոչ բնակավայրը, ոչ տները, ոչ գյուղնշանակության հողատարածքները եւ այլն, իսկ ինչպես է լինելու, օրինակ հետաքրքիր է, կա նման պրակտիկա, իհարկե կա, նայեք Իսրայելի պատմությունը, Հորդանանի, Արմենիան ափ, Գոլանի բարձունքներ, գալիս են հրեա վերաբնակները, Արաբները այսպես սկզբից դիմադրում են կոնֆլիկտ, քաշքշոց, հա, ձեռնամարդ, բայց վերաբնակները հստակ խնդիր ունեն, տիկան այդտեղ ապրեն, ընդ որում արաբներին քշելով։ Եթե դիմադրությունը արաբների կողմից արդեն հասնում է սառը զենքից տաք զենքի, վերաբնակների հետևից ով է գալիս, ցախալի Իսրայելի պաշտպանության բանակի զորքը, զինյալները, զրահատեխնիկայով եւ ավտոմատներով։ Եվ այդ արաբների մեծ մասին ուղղակի քշում են։ Այսինքն սա ես ասում եմ, թե ինչպես կարող է լինել։ Կա պրակտիկա եւ այդպես է լինում է։ Այնպես որ մեզ այսօր պարտադրում են նման սցենար, որով խնդիրը քաղաքական կողմնորոշում, երկրի տնտեսության զարգացում, դաշնակիցների ընտրություն դա չի։ Մենք ֆիզիկապես, այ օրինակ մեր այստեղ նստածներս, մեր արզատները մարզերում, շրջաններում, Հայաստանում ապրելու են թե ոչ։ Այ խնդիրը դա է։ Մենք ուզում ենք, որպեսզի հարցը բարձրացվի այդ մակարդակի։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի իմանա, որ վաղը չմիսօրը օրինակ Երևանի մի թաղամաս կար, որտեղ երկու թաղամաս, որտեղ ադրբեջանցիներ են բնակվել։ Մեկը կոնդում է, շատ փոքր է, եւ մյուսը կինոռասիայի հարևանությամբ։ Հիմա պատկերացրեք, այդ ադրբեջանցիները գալիս են, ասում են մենք մեր տներն ենք ուզում։ Հա, վատեր, խարխուլներ, այս տարածքն ենք ուզում։ Հիմա այդ տարածքի տեղը բարձրահարկ նորակառույց շենքեր են, եւ ինչ է կարծում։ Ադրբեջանցիներին չեն ասելու։ Ասել են այդ շենքերում առնվազն մի քանի բնակարան, բայց այստեղ տուն եմ ունեցել։ Այս է փաստաթուղթը, վկայականը։ Հիմա չկա, նորակառուցեք, ես էլ իրանք ունեմ։ Այդ տարածքից մի քանի բնակարան։ Եթե ոմանց թվում է, որ սա բան է, երազ է կամ հեքիաթ է,
Ես ես վստահեցնում եմ, սա խիստ իրականություն կդառնա, եթե այս ամեն ինչի դեմը մենք հավաքական առումով մեր երկրի քաղաքացիներն ու ընդդիմությունը դեմը չառնենք։